Քափը ինչից ասկված չէ։ Կուզովից դուրս չէ էլի։ Կուզովից դուրս ինչ կապ ունի։ Հաստատուղթերը կբերեք։ Սորուն նյութը առանց ծածկի տեղափոխելու պատճառով կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Վարորդը նշում է, տեղյակ չի եղել, որ պետք էր ծածկել։ Նոր եք մեքենա վարում։ Ստեղ հա։ Հա, թե չէ հնարավոր չէ որ տեղյակ չլինեիք։ Մա ընկերությունից որտեղ աշխատում եք տեղյակ չեմ ողել որ պետքա ծածկեք։ Որ ասած ունեն կծածկին, լայնքը կծածկի էլի։ Դերը կծածկի։ Իսկ ով է տուգանվելու, ընկերությունը թե վարորդը։ Այս պահին բարձ չի նիստը կլինի իր առարկությունը կբերի կամ չգիտեմ բացատրություն կտա թե ում պատճառով է տեղում կորոշվի արդեն։ Եթե վարորդը բերում է ինչ-որ փաստաթուղթ, որ ընկերությունն է մեղավոր, որ ընկերությունը չի տրամադրել իրեն այդ անթափանց թաղանթը, այդ դեպքում բացատրությունը վերցվում վարորդից, տուգանվում է ընկերության տնօրենը։ Հողագրունդ, շինարարական աղբ, ավազ, խիճ։ Այս ամենը մեքենաները պետք է անթափանց ծածկով տեղափոխեն։ Այս տարի իրավախախտման ընդամենը 25 դեպք է արձանագրվել, մոտ 1.250.000 դրամի չափով։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում 51 իրավախախտում էր արձանագրվել։ Եթե տուգանվում է ֆիզիկական անձը, պետք է 50.000 դրամ վճարի, եթե իրավաբանական անձը 150.000 դրամ։ Մարդկանց մոտ արդեն վարվելաձևի, վարվելակերպի փոփոխություն է նկատվում, բոլորն էլ արդեն աշխատում են օրենքի սահմաններում իրականացնել իրենց գործունեությունը, վարորդները մեծամասնությունը արդեն տեղյակ է օրենքներից եւ օրենքի պահանջներից։ Խախտում իրականացնողներն էլ սովորաբար տեղյակ են լինում օրենքից։ Տարեկան քանի անգամ է իրականացվում նման վերահսկողություն, տեսչական մարմնից նշում են, կախված է եղանակային պայմաններից։ Օրինակ, խոնավ եղանակին անիմաստ է։ Տարեկան գործունեության ծրագրով նախատեսված պարբերականությամբ են իրականացվում վերահսկողական միջոցառումները։ Չնայած որ սորուն նյութերի բաց տեղափոխումն աղտոտում է օդը, փոշու արտանետման հիմնական աղբյուրները շինհրապարակներն են։ Մեքենաներն էլ դուրս են գալիս կամ գնում են հիմնականում շինհրապարակ։ Դրա համար շոկ եղանակի պարտադիր պետքա տարածքը ջրեն, պատվի տարածքը, մեքենաները, բեռնատարները անթափանց ծածկոցով երթևեք են։ Իդեպ տեսչական մարմինը նախաձեռնել է օրենսդրական փոփոխությունների առաջարկություն, որի համաձայն շինարարական բոլոր ընկերությունները պարտավոր կլինեն շինհրապարակները կահավորելիս ներառել ջրցանց ընդանոթներ եւ փոշեճնշիչ սարքեր, օդի աղտոտումը նվազեցնելու համար։ Որոշ շինհրապարակներում արդեն տեղադրված են դրանք, իսկ երբ օրենսդրական փոփոխությունը հաստատվի, այդ սարքերի տեղադրումը կդառնա պարտադիր։ Լիանա Խաչատուրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։